Սկանդալ միջազգային բարձրագույն հարթակում այստեղ էլ կեղտոտ փողեր են պտտվում Բաքվի նավթադոլարները։ Ալիևի կոռուպցիոն հերթական սխեման է բացահայտվել։ Նա կաշառում է աջ ու ձախ առանց կանգ առնելու։ Նրա թաթը ՄԱԿ-ին է հասել։ Այս տարվա սկզբին փետրվարի 17-ին անձանց կամայական կալանավորման հարցերի ՄԱԿ-ի աշխատանքային խումբը եզրակացություն հրապարակեց Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ։ Սենսացիոն եզրակացություն։ Այս խումբը բառացի ձևակերպել էր, թե Ռուբեն Վարդանյանի կալանավորումը Ադրբեջանի կողմից կամայական չէր։ ՄԱԿ-ի բարձրագույն հարթակում այսպիսի կամայական եզրակացությունը ցնցել է միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոին։ Ես շոկի մեջ էի, ինչպես կարող էր աշխատանքային այդ խումբը այդքան կողմնակալ եզրակացության գալ, ուսումնասիրել էր հարկավոր։ Եվ դատախազ Օկամպոն անկախ հետաքննություն է ձեռնարկել։ Նրա բացահայտումն ամենևին էլ անակնկալ չէ, ճիշտ Ալիևյան ոչն է պահպանվել փաստորեն։ Լուիս Մորենո Օկամպոն պատմում է, խմբում հայտնաբերել է մեկին, որն ըստ էության կասկածելի կապեր ունի Ադրբեջանի հետ։ Պարզվել է, որ խմբի նախագահող Գաննա Յուտկիվսկան մի ընկերության Equity Law ֆիրմի գործընկերն է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Սոկարը։ Գաննա Յուտկիվսկան պետք է ձեռնպահ մնար Ադրբեջանի դեմ բոլոր գործերից, որովհետև ունի շահերի բախում։ Մի ընկերության հետ է աշխատում, որը տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ է տրամադրել Սոկարին։ Մանրամասն ուսումնասիրությունից հետո միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը բացահայտում ու շուրջ 30 էջանոց փորձագիտական կարծիքով ներկայացնում է շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածներ է առաջացնում ՄԱԿ-ի այս հանձնախմբի անաչառության վերաբերյալ։ Հաստատվում է ուղիղ ֆինանսական կապը Յուտկիվսկայի եւ Ադրբեջանի կառավարության միջև, որը Վարդանյանի գործով հանդես է գալիս որպես կողմ։ Ավելին, Յուտկիվսկայի ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ եւ հրապարակայնորեն աջակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ալիևի դիրքորոշմանը։ 1973 թվականին ծնված Գաննա Յուտկիվսկան միջազգային կառույցների հնաբնակներից է երկարամյա աշխատանքային փորձով։ Նա վստահաբար գիտի ՄԱԿ-ի կանոնները պահանջում են բացառիկ անկախություն, այնինչ այստեղ շահերի բախումն աչք է ծակում, եւ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը եզրակացնում է. Յուտկիվսկան չի բացահայտել Սոկարի հետ կապը, չի հայտնել ինքնաբացարկ, մասնակցել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կարծիքին Ռուբեն Վարդանյանի ձերբակալության վերաբերյալ։ Պնդելով, որ հայ գերիներին Բաքուն պետք է ազատ արձակի, նաեւ հրավիրելով հայ իրավապաշտպանների ուշադրությունը, Օկամպոն փորձագիտական հիմնավորումն է ներկայացնում։ Յուտկիվսկայի մասնակցությունը ՄԱԿ աշխատանքային խմբի կարծիքին խախտումների մի ամբողջ շարք է։ ՄԱԿ-ի վարքագծի կանոնագիրքը, ՄԱԿ-ի հանձնախմբի աշխատանքային մեթոդները, ՄԱԿ-ի աշխատակազմի կանոնակարգը, շահերի բախման վերաբերյալ։ Եվ այս ամենը լուրջ կասկածի տակ է դնում ՄԱԿ-ի հանձնախմբի կարծիքի անաչառությունը։ Լուիս Օկամպոն պնդում է, ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայի այս գործը։ Դատախազին քաջածանոթ է անշուշտ Ալիևյան ձեռագիրը, պնդում է, հայ իրավապաշտպանները պետք է հետամուտ լինեն, աչքի առաջ ունենալով այս պատկերը, Ալիևի ախորժակն ու գործելակերպը։ Անցել է զույգերով կաշառելուն, Բաքվի լոբիզմի ցանկալի դոզային հասնելու ձգտումով։ Սիրան Շուրադյան, ժամը լրատվական։